Ապրիլի 4-ից 6-ը Բաթումիում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի հանրապետական բացառաշնություն։ Վրաստանի սպորտի վաստակավոր գործիչ Փարվիզ Գագուայի անվան մրցաշարը, որտեղ Նինոսմինդայի մարզադպրոցի սաները գանձայի ըմբիշները զբաղեցրին հետևյալ մրցանակային տեղեր։ 44 կիլոգրամ քաշային կարգում Կարապետյան Աշիկը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, 41 կիլոգրամ քաշային կարգում Ջանամյան Մկրտիչը երրորդ հորիզոնականը, 29 կիլոգրամ քաշային կարգում Սլդոյան Ռոբերտը երրորդ հորիզոնականը։ Այս ամենի մասին մանրամասն տեղեկացրեց մարզիչ Ռուբեն Պողոսյանը։ Լավ անցկացրեցին մեր ըմբիշները Պատանի, որ անցկացում էր քաղաք Բաթումիում ամսու 4-ից 6-ը ապրիլի։ Այնտեղ մեր Նինոսմինդայի շրջանի Գանձակ գյուղի ըմբիշամարտի խմբակներ մասնակցում մոտ 11 ըմբիշ։ Պատանի ըմբիշները ասեմ, որ շատ գովաբանելի է, ճիշտ է, առաջ դեռ չկրծան գրավ է, բայց այդ մրցումի դժվարությունը կար շատ, որակով ըմբիշներն են շատ, Եվրոպայի աշխարհի չեմպիոններ կային այդ հասակի երեխեք։ Նաև ավելացնեմ, որ Հայաստանից կային տարբեր քաղաքներից, Երևանից, Լեննագանից, Աբովյանից, տարբեր քաղաքներից կային, մոտ 100-120 ըմբիշ կային Հայաստանի։ Ընդհանուր քանակը մրցումին մոտ 400 ըմբիշ կմասնակցեր։ Ամեն քաշի մեջ մոտ 30-ից պակաս ըմբիշ չկար։ Բարձր մակարդակի անցկացրեցին մեր Պատանի ըմբիշները։ Նրանցից ես ուզում եմ առանձնահատուկ ջոգել Կարապետյան Աշիկին, որ մի երկու շաբաթ առաջ նույնպես Թբիլիսիում անցկացված մրցաշարին գերազանց ելույթ ունեցավ եւ այստեղ արդեն մեդալի որակը փոխեց, արդեն եզրափակիչում հազիջեց հակառակորդին, երկրորդ հորիզոնականը զբաղվեց, արժանացել մեդալի արժանացավ, շատ գովելու։ Բացի նրանից Սլդոյան Ռոբերտը գերազանց նույնպես Թբիլիսիում առանց մեդալի չեկավ, այստեղ էլ մեդալ նվաճեց, նա էլ մոտ ասեմ, որ շատ գերազանց բռնեց Կոդեմարտից։ Նրանց հետ միասին նույնպես Ջանամյան Մկրտիչը, այդ երեք ըմբիշներ նախկինում Թբիլիսի անցկացված մրցաշարից մեդալներ բերեցին, նույնպես հաջողակ ելույթ ունեցան Բաթումիում։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն սպորտի սիրահարներին, որոնք որ գնահատում են սպորտը եւ միշտ ուշադրության կենտրոնում են, նաեւ ես նորից ու նորից ձեր ալեքին շնորհակալություն կուզեմ հայտնել, ովքեր որ մեզ աջակցեցին, ուղարկեցին, ֆինանսավորեցին մեր ծառայությունը սպորտի, սպորտ դպրոցը, մեր քաղաքապետարանը, նաեւ Սակրեբուլոն, բոլորիցս շնորհակալություն կհայտնեմ, որ նման ձևի ուշադրություն կդարձնեն մեր սպորտաձևին, ոչ թե մենակ մեր սպորտաձևին, այլ առաջընթաց կա բոլոր սպորտաձևերի մեջ կա առաջընթաց մեր Նինոսմինդայի շրջանի մակարդակով։